Կարապետյան Էձիկ, Հայոց ազգային բանակի Արադի մարզի հրամանատարն եմ եղել, մասնակից եմ եղել բոլոր մարտական գործողություններին, 92, 93, 94 թվերին, ես շատ տեղերը բազմիցս խոսացել եմ այդ հարցերով, ոչ թե մենք ազատագրել ենք, դրանք մեր հողերն են եղել, պատմական հողերն են ամբողջ Ղարաբաղի տարածքը, Արցախը Հայաստանը, ով կուրանանա Արցախը Հայաստան չի, դա մեր առաջ ճշնամին է։ Ինչ ձևի մենք մաքրեցին կեղտերին, կարամ ասեմ այդ ձևի, ինչ ձևի մաքրեցին կեղտերին, ինչ ձևի հանձնում տարածքները առանց պատերազմի մի հրամանատար եթե վախկոտ եղավ, եթե հրամանատար կոչվելու իրավունք չունի։ Եվ պաշտպանության նախարարությունը, եւ գենդշտաբը մի ամիսը կարողում են բոլոր տարածքները սահմանել, իսկ մերոնց կողմից վախ կա մեջները, վախ կա, ինչի համար վախ կա, ով է սերմանել այդ վախը։ Ինչը։ Ով է սերմանել այդ վախը, վախը ով է։ Վախը գիտես ինչ, ես չգիտեմ, էլի խի պատասխան չեն խփում, խի հարված չեն խփում, Թուրքիան պետք է վախեցնես, եթե մենք չենք կրակում, ոչ մի բան չենք անում, ինքը ավելի է թափրոշանում, ավելի է ուժեղանում, ավելի է բանանում, մինչև 2018 թիվը թուրքերի բերնից մի հատ բառ չկար, 18 թվից էսյան արդեն դարձան առյուծ մեզի սարքի նապաստակ, այսքան ոստիկաններին շատացնում, ինչի համար, որ մեզ հարված խփեն դրանք, մեր դուխը գցեն։ Գիտեք, որ ձեր խոսույթը հիմիկվա իշխանությունները արկածախնդրություն են համարում, ասում են գնալ Բաքվում չայ խմել, չգիտեմ ծովից ծով Հայաստան մուշ սասուն վանը ասելը, դա արկածախնդրություն է։ Գիտես ինչ եմ արեմ ասեմ, պարզ երևում է, սրանք որտեղ Թուրքիայի գործակալներ են։ Ես ինտերվյու շատ եմ եկալի, շատ եմ խոսացել, պարզ ասել եմ, առանց որ մի բանի։ Թուրքիայի կողմից սրանք հովանավորում են։ Եվ ազգային անվտանգությունը գումարով պահում է, եւ ոստիկաններին գումարով պահում, իսկ սահման գնացող տղաները մի հատ հիմնարկի պահակի չափ աշխատավարձ է տարում։ 24 ժամ գարանտիա ունի սահման գնացող տղեն։ Ոչ մեկը չի կարող։ Բանակը չեն բարեփոխ։ Ոչ մեկը չի կարող ասի հետ կգան, դե չեն գա։ Սահման գնացող տղաներին դուխ չեն տալում։ Վախը գցել են մեջները, ով որ կրակի առանց հրամանի դատվելու է։ Ես ինչ է նշանակում։ Երբ զենքը տալում ձեռը, որ ինքը թուրքին տնա չխփի։ Իսկ թուրք երկար սահմանի վրա մեր զինվորների խփեց, որ մի թուրքին բռնի դատին, ոչ մեկին։ Նա բարը դուխ են տալում, ուժ են տալում, գումար են տալում։ Իսկ մերոնց կադվի նման այսպես պահումը խրամատի մեջը։ Վախը գցել է մեջները։ Մենք ընդհանրապես վախեցող չենք։ Մեր ազգը կռվող ազգ է ու դուխով ազգ է։ Այս իշխանապողությունը եթե որ լինի, Ղարաբաղ Արցախը հետ է գալու։ Պարզ ասեմ, ու լինելու է։ Արցախը Հայաստանն է։ Ով որ կասի Արցախը Հայաստան չէ, դա մեր առաջ ճշնամին է լինելու։ Հարվածը երկու կողմից ստանալու են իրենք։ Բայց նույն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր ասում է պետք է շատ զգույշ խոսենք, դիվանագիտորեն խոսենք Թուրքիայի մասին, էլ չեն ասում էլի գնանք, ջարդենք, փշրենք։ Էլի եմ ասում, եթե մի հրամանատարը վախկոտ եղավ, ինքը հրամանատար կոչել իրավունք չունի։ Հրամանատարը պետք է դուխով լինի եւ զինվորին դուխ տա ինքը, ոչ թե վախ տա։ Ով որ կրակես դատվելու է, չէ, նա բարո։ Թուրքը տեսար, թուրքը եթե մի պատրոն է կարագում, 10 պատրոն մենք պետք է հարվածը խփենք իրան։ Հայոց ազգային բանակը, մեր գլխավոր հրամանատարը Թորգոմյան Արաման, ոչ հետնահանջի հրամանատար է, ոչ է չկրակելու հրամանատար է։ Ու դուխով մենք մաքրեցինք թուրքերին, Մարտակերտի կողմ իմ ամենադաժան կռիվը եղել է Մարաղայի մեջ։